Բարև ձեզ ժողովուրդ ջան, բարով եք եկել։ Հələ մի հատ ավելի բարձր ծափտանք լեդական Գյումրին։ Շնորհակալ եմ, որ եկել եք, շնորհակալ եմ, որ այս դահլիճը այսքան մարդաշատ է։ Շնորհակալ եմ, որ հավատում եք մեզ, վստահում եք մեր ծրագրերին, շնորհակալ եմ, որ չեք կոտրվել, շնորհակալ եմ, որ ձեր տրամադրությունն ու միտվածությունը շատ բարձր է, ու շնորհակալ եմ, որ ես հենց այն քաղաքի ծնունդն եմ, որի ներկայացուցիչները դուք եք, որը ամենապատվախնդիր, ամենաարժանապատիվ, կարևոր քաղաքներից մեկն է Հայաստանի ու իսկապես Հայաստանի աղն է, ծափահարություններ մեր Գյումրիին։ Ես ներողություն եմ խնդրում, որ նստելու տեղերը այսքան քիչ են, անկեղծ ասած տղամարդիկ են ոտքի վրա, ոչինչ կդիմանաք, ես խոստանում եմ լակոնիկ լինել։ Այս դահլիճը իմ համար շատ սիմվոլիկ դահլիճ է, ուղիղ 30 տարի առաջ հենց այս դահլիճի բեմում ես լինելով Գյումրիի պոլիտեխնիկ ինստիտուտի ուսանողական ԿՎՆ-ի թիմի ավագ, սկսել եմ իմ ճանապարհային ոլորտում, որտեղ հետագայում 25 տարի աշխատելով փառք Աստծո կարողացել եմ գետնով չտալ իմ քաղաքի պատիվը եւ գրանցել եմ շատ բարձր արդյունքներ։ Աշխատելով հեռուստատեսային աշխարհում իմ աչքի առաջ միշտ եղել են այն արխիվային կադրերը, որտեղ պատկերված է եղել նախաերկրաշարժյան Լենինականը։ Քաղաք իր արվեստով, արեստով, իր յոլուղայդով, իր սպորտով, մշակույթով, իր արժեքներով, իր ավանդույթներով, իր հզոր արդյունաբերական ներուժով։ Լենինականը շատ մեծ արդյունաբերական պոտենցիալ է ունեցել, որը ցավոք սրտի հետո փոշիացրել են երկու աղետ, երկու արհավիրք, երկրաշարժի ցնցումները եւ Գյումրին թալանած հրեշ անդոները, որոնք այսօր գառան դիմակակած իշխող ուժի կուսակցությունում մնացածին են մեղադրում թալանի, կոռուպցիայի եւ չգիտեմ ամեն ինչի մեջ։ Մենք բոլորը շատ լավ հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել 88 թվականից հետո, ովքեր են այս քաղաքի հումանիտար օգնությունները թալանե, ովքեր են այս քաղաքի հաստոցները թալանե, այդ ամեն ինչը շատ լավ հիշում ենք, այստեղ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները նստած են։ Հիշում ենք, չէ՞ ժողովուրդ։ Երեխաներն են ասում, այո։ Տատիկներն ու պապիկները ձեզ վատ երազներ են պատմում այդ հեքիաթներ են պատմում այդ տարիներից, ճիշտ են անում, բոլորս միշտ պետք է հիշենք, ու երբ այս երկիրը, այս պետությունը ունենա լավ աշխատող, ազնիվ աշխատող, արտար աշխատող իրավապահ համակարգ, մարդկանց ոչ թե մի տարի առաջվա ակտերի համար են հրավիրելու հարցաքննության, այլ այդ թալանի համար են հավաքելու ու հրավիրելու, ես պնդում եմ, որ այդ օրը գալու է, մենք բոլորս այդ օրը տեսնելու ենք, ծափահարեք այդ օրվան, այդ օրը հաստատ գալու է։ Այս օրերի ընթացքում, երբ մենք հանդիպում ենք մեր համակարգացիների հետ, երբ հետաքրքրվում ենք ինչի կարիք ունեն, ինչ են պատկերացնում, ոնց են պատկերացնում, ինչպես են ամենակարևորը պատկերացնում, մեր բնակչության մեծ մասը առաջնային խնդիր նշել է աշխատանքի խնդիրը, աշխատատեղի խնդիրը։ Այո, աշխատանքը գյումրեցու համար շատ կարևոր է։